Տեսեք, նախ առաջին հերթին իշխանությունը չէ, որ պետք է ինչ-որ փոքր սենյակում մի քանի հոգանոց խմբակով որոշի, որ Արցախյան շարժումը փակվել է թե չէ։ Ես հասկանում եմ, որ իշխանությունը իր այդ հայտարարություններով փորձում է բավարարել Ալիևի բոլոր ցանկություններն ու պահանջները եւ Ալիևին ցույց տալ, որ մենք այլևս քեզ համար որևէ սպառնալիք չենք, մեզ համար այլևս Արցախ գոյություն չունի, բայց դա մի քանի հոգանոց խմբակի որոշումն է եւ նրանք չեն կարող այդ որոշումը պարտադրել ողջ հայությանը։ Ինչ նպատակ ունի այդպիսի հայտարարություններից հետո նույնիսկ այստեղ իրականում կա արցախցիների ուրեմն պատվախնդիր արցախցիների շատ մեծ թիվ եւ իրենք ամեն ձև փորձում են նախ առաջին հերթին հենց սկզբից փորձեցին արցախցիներին այսպես սփռել ամբողջ Հայաստանում, որպեսզի համայնք չձևավորվի, այս պահին էլ տեսնում են, որ պարբերաբար արդեն շոկից դուրս են գալիս արցախցիները եւ իրավունք ունեն դնելու իրենց պահանջները, այդ թվում պահանջելու Հայաստանի իշխանություններից տեր կանգնել վերադարձի իրավունքին, այս ամեն ինչ այսպես կանխելու համար փորձում են ստեղծել ընդհանուր մթնոլորտ։ Գործընթացներում մտահոգություն ունեմ, որ արցախցիների տոկոսը մեծ է լինելու հաշվի առնելով այն ամբողջ ամբողջությունը, որ կա իրենց։ Գիտեք, եթե հաշվի առնենք իշխանությունից կարճած լինելու իրենց վախերը, իրենք ամեն ինչից են վախենում։ Իրենք Արցախցուց են վախենում, իրենք Հայաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիներից են վախենում, իրենք մարզերում գտնվող մեր հայրենակիցներից են վախենում։ Այսինքն, երբ հարցը հասնում է իրենց աթոռին, իրենք պատրաստ են գնալ ցանկացած այսպես հրեշավոր մեխանիզմների գործադրման, միայն շարունակեն մնել իրենց աթոռին։ Մինչդեռ էլի ուզում եմ կրկնել, մեր հանրության տրամադրությունները այդ սոցցանցային տրամադրությունները չեն։ Մեր հասարակության հիմնական մասը շատ առողջ է դատում, շատ ճիշտ է դատում եւ այնպես ինչպես մեզանից շատերի համար Արցախը եղել եւ շարունակում է մնալ մեր հայրենիքը, իսկ Արցախցին մեր հայրենակիցը, այդպես էլ մտածում են հասարակության ստվար զանգվածներ։